Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում իմ հյուրն է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Զարա Գևորգյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես էլ եմ շնորհակալ, Ալա ջան։ Բժշկուհի Գևորգյան, նախ կուզենամ այսօր մենք խոսենք մի շատ կարևոր եւ նուրբ թեմայի շուրջ։ Դա մեր նախազորակոչային տարիքի բուժառուների մասին է խոսքը։ Ինչպիսին է կապը նրանց հետ։ Շատ բարդ տարիք է նախազորակոչային տարիքը այն առումով, որ նաև համընկնում է դեռահասային տարիքի հետ եւ այս տարիքի տղաները շատ հոգեբանորեն նուրբ վերաբերմունքի կարիք ունեն։ Իհարկե նախազորակոչային տարիքը սկսվում է 14-15 տարեկանից, լրացվում են առողջության անձնագրեր նրանց ամբուլատոր քարտի հիման վրա, որոնք ներկայացում են զինվորական կոմիսարիատ, եւ 16 տարեկանում արդեն հաջորդ տարի սկսվում են նրանց լաբորատոր գործիքային հետազոտությունները, որոնց արդյունքները եւս ներկայացում են զինվորական կոմիսարիատ տարածքային։ Այսինքն կոնկրետ հսկողությունը սկսվում է 14 տարեկանից։ 14-15 տարեկանից, այո։ Այդ առողջության անձնագիրը իրանից ներկայացնում է ուրեմն նախազորակոչիկի պատվաստումային կարգավիճակն է գրանցում այդտեղ եւ նրա նախկինում ունեցած հիվանդությունները, ախտորոշումները, ինչ որ ինքը ունի, եթե չունի առողջ է, ուրեմն մենք շատ ուրախ ենք նրա համար, պրակտիկ առողջ ուղարկվում է զինվորական կոմիսարիատ։ Շատ դեպքերում այսպես իրեն առողջ կարծող, պատանին կամ երիտասարդը գալիս է եւ հետազոտություն անցնելուց հետո ինչ որ մի հիվանդություն ի հայտ է գալիս, որը արդեն խոչընդոտ է հանդիսանում, կարծես թե։ Շատ դեպքերում այո լինում են, հիմնականում այդպես որ իրանք չգիտեն իրենց հիվանդության մասին, տեսողական խնդիրներն են իմիջայլոց շատ լինում, որ հարցնում ես գանգատ որևէ գանգատ չունի, բայց ակնաբուժի կաբինետ այցելելուց հետո պարզվում է, որ բավականին լուրջ գանգատներ ունեն։ Կեցվածքի շեղումներն են հայտնաբերվում շատ հաճախ, սկոլիոզներն են հայտնաբերվում շատ հաճախ, երիտասարդը գալիս է մեջքի ցավով, գանգատվում է մեջքի ցավից, բայց արդեն տեսանելի, երբ որ զննության ժամանակ հայտնաբերվում է ողնաշարի ծռություն կամ կեցվածքի շեղում, թիակների անհամաչափություն, կրծքավանդակի դեֆորմացիաներ։ Այդ դեպքերում արդեն բացի այն պարտադիր հետազոտությունների ցանկից, որոնք իրանք պետք է անցնեն, այսպես ասած, ռուտին եղանակով, նաև ներառվում են այն հետազոտությունները, որը պետք է հայտնաբերի հենց կոնկրետ նախազորակոչիկի այդ տվյալ հիվանդությունը, տվյալ դեպքում կեցվածքի շեղումների դեպքում, հարթաթաթության դեպքում ռենտգենոգրաֆիա է կատարվում, որից հետո ուղղորդվում է օրթոպեդի կամ վիրաբուժի մոտ, նշանակվում է, կազմակերպվում է համապատասխան բուժումը, վերականգնողական թերապիան, օրտեզների կամ կորսետի կրում, եթե սկոլիոզի հետ գործ ունենք, եւ հետագա հսկողությունը մինչեւ նախազորակոչիկը դառնա զորակոչային տարիքի, այսինքն 18 լրանա եւ նորից անցնի այդ բոլոր ստուգումները, իր բուժման արդյունքներով կրկին ներկայացվի զինվորական կոմիսարիատ։ Կոնկրետ այդ երևույթը ձեր խոսքի մեջ նշեցիք, որ գալիս են, մտնում են, ակնաբուժի կաբինետ եւ արդեն խնդիրը արձանագրված դուրս են գալիս։ Սա ինչով է պայմանավորված։ Մինչ այդ 14 տարի կամ 15 տարի տեղյակ չեն եղել, որ իրենք տեսողական խնդիր ունեն։ Ասեմ, շատ անգամ իրենք գանգատ չեն ներկայացնում։ Այնպիսի ակնհայտ վատ տեսողությամբ հայտնաբերված երեխաներ, որոնք գանգատ չեն ներկայացնում։ Կարող է նաև տեսողության այս վատ տեսողությունը հայտնաբերվի հերթական ստուգումների ժամանակ, սկրինինգներ ունենք, 12 տարեկանում նաև ունենք տեսողության սկրինինգ։ Միգուցե 12 տարեկանում ինքը եկել անցել է չափորոշիչով սահմանված կարգով եւ այն ժամանակ որևէ խնդիր չի հայտնաբերվել,
այլ հայտնաբերվել է այդ 2 տարվա ընթացքում կամ ինչ պատճառով չի անցել տեսողության սկրինինգը, այսինքն ամեն օր, ամեն տարի մենք չենք կատարում, չենք իրականացնում, գոյություն ունի չափորոշիչ, որին համաձայն ուղարկում ենք նեղ մասնագետների կաբինետներին եւ յուրաքանչյուր տարի կանցնում է իր համար նախատեսված ստուգումները։ Միգուցե ակնոց կրելուց են խուսափում։ Կա նաև դա, այո, կա նաև դա, բայց արդեն նախազորակոչային տարիքում խնդիրը երբ որ հայտնաբերվում է, էլի ինքը կարող է ակնոց չկրի, այո, ակնոց կրելուց խուսափում են։ Մեր դեռահասները հլը չունեն այդ կուլտուրան, որ որևէ խնդիր չկա ակնոց կրելու, կամ հիմա շատ դեպքերում լինզաներ կարող են կրել կոնտակտային, եթե կոնկրետ խուսափում են ակնոց կրելուց, այսինքն պետք է նաև խոսվի, զրուցվի, բացատրվի դեռահասին, որ դա իր առողջության համար է ամեն ինչ իրականացվում։ Նախ եւ առաջ այդ հոգեբանական խոչընդոտը պետք է վերացնել։ Այո, հոգեբանական խոչընդոտը պետք է վերացնել, այո։ Ձեր թվարկած ի հայտ եկած հիվանդություններից, որ դեպքերում է, որ կարող է երիտասարդը արդեն ոչ թե խուսափել բանակ զորակոչվելուց, այլ կոնկրետ այդ հիվանդությունը հիմք կարող է հանդիսանալ չծառայելու։ Դա մի քիչ բարդ է ասել, դա իրականացվում է համապատասխան հոդվածներով, 404 հրամանի համապատասխան հոդվածներով, դա որոշվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից եւ ցանկացած հիվանդություն ունի իր 3 աստիճանի սահմանափակումները, նայած թե A հոդվածը կլինի A ենթակետը, B թե G ենթակետը, դրան համապատասխան կամ կտրվի տարկետում զորակոչիկին, այսինքն հետագա բուժումը կազմակերպելու համար եւ եթե վիճակում փոփոխություն գրանցվեց եւ զորակոչիկը հաջորդ ստուգումների ժամանակ ճանաչվեց պիտանի, ապա նա կզորակոչվի։ Իսկ եթե խնդիրը լուրջ է ավելի եւ բուժման ենթակա չէ, բնականաբար այդտեղ արդեն տարեկետում չէ, տրվում է որոշակի ժամկետ անց, տրվում է ոչ պիտանի երևի հաշվառվում է պահեստազորում, այո, հաշվառվում է պահեստազորում, եթե ճանաչվում է ոչ պիտանի։ Ուզում եմ անդրադառնանք հիվանդություններին, ձեր նշած, որի դեպքում ինչ ընթացակարգ է պոլիկլինիկայից պահանջվում, այսինքն հետազոտություն, ուր ուղարկենք բուժման։ Այո, նախազորակոչիկը, եթե որոշակի խնդիրներ հայտնաբերվում են իր մոտ, այդ ախտորոշմամբ ինքը գնում է զինվորական կոմիսարիատ, որտեղ եւս անցնում է հետազոտություններ, եւ եթե այնտեղ էլ արձանագրվում է խնդիրը, ապա զինկոմի կողմից տրված ուղեգրով զորակոչիկը ուղեգրվում է այլ բուժհաստատություններ հետազոտության եւ բուժման նպատակով, որտեղից վերադառնում է իր ակտով, հետազոտության ակտով եւ հետագա բուժումը կազմակերպելու արդեն ամբուլատոր պայմաններ, ոչ միայն ամբուլատոր, եթե կարիք ունի ստացիոնար բուժման, ապա նաեւ ուղեգրվում է ստացիոնար բուժման, եթե չէ, ուրեմն ամբուլատոր կարգով իրականացվում է բուժում, հսկողություն, միգուցե պետք է վերականգնողական բուժում իրականացնել, ֆիզիոթերապևտիկ բուժումներ իրականացնել, կամ օրթեզների կրում, կամ կորսետի կրում, այդ ամեն ինչը իրականացվում է պոլիկլինիկայում ամբուլատոր կարգով։ Տրվում են ուղեգրեր, որը պետք է հաստատի էլի զինկոմիսարիատի կողմից, այսինքն եթե նախազորակոչիկը կարիք ունի որևէ տեղ բուժման կամ հետազոտման, մենք տալիս ենք քաղվածք, որը ներկայացվում է զինվորական կոմիսարիատ, այնտեղից հաստատելու դեպքում կնիքով եւ ստորագրությամբ նոր ուղեգիրը տրվում է համապատասխան բուժհաստատություն հետազոտման եւ բուժման համար։ Դա 14-ից 15-ից մինչեւ 18 տարեկան երիտասարդների համար։ Իսկ զորակոչային տարիքում արդեն ուղեգրերը տրվում է անմիջապես զինկոմիսարիատի կողմից։ Օրինակ հարթաթաթության դեպքում ուզում եմ հասկանալ, բուժելի է սա։
բուժելի չէ, բայց վիճակը թեթևացնել հնարավոր է օրթեզների միջոցով։ Դա արդեն օրթեզներ են, սուպինատորներ են, նայած թե ինչ աստիճանի, դա արդեն որոշում է օրթոպեդը եւ վերականգնողաբանը։ Ուղեգրում ենք մենք օրթոպեդի կոնսուլտացիայի, իրանք որոշում են եւ վերականգնողական թերապիա, օրթեզների կամ սուպինատորների կրում։ Հաճախ է նկատվում զարկերակային հիպերտենզիայի կամ սրտի ռիթմի խանգարման դեպքեր երիտասարդների մոտ։ Այո, նկատվում է, որովհետև այս պարտադիր ստուգումների մեջ մտնում է օբյեկտիվ զննումը, զարկերակային ճնշման չափումը, պուլսի, սրտի կծկումների հաճախականության հաշվումը, EKG էլեկտրասրտագրություն ենք պարտադիր անում եւ էլեկտրասրտագրությամբ հայտնաբերվում են շատ դեպքերում սրտի ռիթմի խանգարումներ կամ որոշակի բլոկադաներ, ինչ-որ սնուցման խանգարումներ, իսկ սովորական զարկերակային ճնշման չափելու դեպքում նաև հայտնաբերվում է զարկերակային հիպերտենզիա 140-80, ընդհանուր մինչև 150-90 եղել են դեպքեր եւ փաստորեն հայտնաբերվում է այն պարագայում, որ զորակոչիկը կամ նախազորակոչիկը անգամ չգիտի այդ մասին, որ ինքը ունենում է նմանատիպ բարձր ճնշումներ։ Այսինքն նախկինում գանգատներ չի Նախկինում կամ գանգատներ չի ունեցել, կամ ունեցել է, որ սկսում ես հարցնել, ասում է, հա, գլուխս ցավում է, գլխացավ ունենում եմ, բայց դա չեմ կապել, որ կարող է ճնշումս բարձր լինի։ Դրա համար յուրաքանչյուր այցի ժամանակ ցանկալի է, որ զարկերակային ճնշման մոնիտորինգ նաև իրականացվի, այսինքն չափումները պարբերաբար կատարվեն եւ հայտնաբերվեն այդ խնդիրները։ Բնականաբար մեկ անգամ չափելով մենք չենք կարող ասել, որ դա զարկերակային հիպերտենզիա է, այդ դեպքում տրվում են խորհուրդներ, տրվում է օրացույցի նման մի հատ թերթիկ, զորակոչիկին բացատրվում է, թե ոնց է պետք չափել ճնշումը, տան պայմաններում առավոտյան երեկոյան գոնե մի 10-15 օր ինքը պետք է չափի, նորից այդ թերթիկով գա, որպեսզի մենք կարողանանք ավելի հստակ պատկերացում ունենալ իր ճնշման տատանումների մասին։ Եթե տեսնում ենք, որ արձանագրվում են էլի բարձր զարկերակային ճնշումներ, բնականաբար ուղղորդում ենք սրտաբանի, ուղղորդում ենք էխոկարդիոգրաֆիայի, ուղղորդում ենք խոլտեր մոնիտորինգի, որպեսզի ավելի մանրամասն ուսումնասիրենք եւ վերհանենք խնդիրները, թե ինչի հետ է կապված այդ բարձր զարկերակային ճնշումը։ Նախազորակոչային տարիքի երիտասարդների համար կան պարտադիր պատվաստումներ, որ բանակ զորակոչվելուց առաջ պիտի անպայման լինի։ Այո, իհարկե կան։ Պատվաստումները ուրեմն սկսվում են 15 տարեկանից, որը առաջինը կատարում ենք դիֆթերիայի եւ փայտացման դեմ պատվաստումը, չնայած սա զորակոչային միայն տարիքին համար նախատեսված չի, իրան կատարում ենք նաեւ աղջիկներին եւ 10 տարին մեկ ամբողջ ազգաբնակչությունը պետք է ստանա դիֆթերիայի եւ փայտացման դեմ պատվաստում։ Բուն նախազորակոչային պատվաստումները արդեն սկսվում են 16 տարեկանից եւ դրանք 4-ն են՝ մենինգակոկի, պնևմակոկի, տուլարեմիայի եւ հեպատիտ A-ի դիմաց դեղնախտի։ Եվ նաև ձմեռային զորակոչի տարիքի տղաները գրիպի պատվաստում են ստանում սեզոնային գրիպի դիմաց։ Շարունակելով հենց ձեր նշած թեման, ինչպես է գնահատում ընդհանրապես այս սեզոնին սուր շնչառական վիրուսների ցուցանիշը։ Այս սեզոնին վերջի մի շաբաթվա ընթացքում ոնց որ թե մի փոքր նվազել է, բայց մարտի առաջի օրերին բավականին բարձր է սուր շնչառական վիրուսով հիվանդացությունը եւ երևի թե ամբողջ ձմռան ամիսներին եւ ամբողջ ձմռան ամիսներին իմիջայլոց ասեմ, որ սեզոնային գրիպի պատվաստումները բավականին օգնում են, որ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներին այդքան չենք ունենում, ինչքան ավելի շատ փետրվարի վերջ եւ մարտի սկզբին են սկսվում կոնկրետ այս տարի ավելի շատ արձանագրվեց սուր շնչական վիրուսային վարակներով հիվանդացություն եւ նաեւ մի քանի դեպք ունեցանք գրիպ B-ի դրական պատասխան, որովհետեւ իրականացում է արագ թեստավորման միջոցով նաեւ հայտնաբերվեց գրիպ B, որը իր համապատասխան բուժումը իրականացվում է
Կան խոցելի խմբեր, որոնք ավելի հաճախ եւ շուտ են բարակվում այս խոցելի խմբերը իհարկե դա քրոնիկ հիվանդություններ ունեցողներն են 65 տարեկանից բարձր բնակչությունն է շաքարային դիաբետով, զարկերակային հիպերտենզիայով, նաև մանկահասակ երեխաները 6 ամսեկանից մինչև 5 տարեկան երեխաները նաև նրանք են համարվում խոցելի խումբ, դրա համար առաջնահերթ գրիպի պատվաստումները պետք է իրականացնենք իհարկե այս խոցելի խմբերում։ Եվ նրանք ավելի ծանր են տանում 0-ից 5 տարեկան երեխաները ինչի են ավելի ծանր տանում, որովհետև նրանց խորխի արտադրությունը շատ ավելի դժվարացած է, չեն կարողանում ավելի լավ հազալ, շնչուղիները խցանվում են այդ մածուցիկ լորձային արտադրությամբ, որը հարկավոր է ջրիկացնել, ժողովրդի լեզվով ասած, եւ դուրս հանել։ Երեխաները ինքնուրույն դա չեն կարողանում իրականացնել, դրա համար նրանք համարվում են խոցելի խումբ եւ բարդությունները ավելի շատ են դիտվում փոքր երեխաների մոտ։ Բացի սուր շնչական վարակներից սեզոնային ինչպիսի սրացումներ են նկատվում, հատկապես որ հիմա արդեն գարուն եք, դրանք չէ, գարուն ասում։ Հա, իհարկե սեզոնային ցանկացած քրոնիկ հիվանդներ, նաև սրտի իշեմիկ հիվանդները, ինֆարկտ տարածները, ստենոկարդիայի նոպաները, սրտի ռիթմի խանգարումները, արտրոզները, արտրիտները, դրանք բոլորը ռևմատոլոգիական մի խումբ հիվանդություններ, դրանք բոլորը սրանում են գարնանային սեզոնին, հավանաբար նաև իմունիտետի ընկճվածության պատճառով, նաև հորմոնային ինչ-որ տեղաշարժերի պատճառով գարնան շեմին, այո, քրոնիկ հիվանդները դիմելիությունը շատանում է իհարկե գարնան այս սրացումների հետ կապված։ Ընտանեկան բժիշկը ինչ ծավալով է աշխատում։ Շատ մեծ ծավալով երևի թե արդեն պատկերացրեցիք, որ 0-ից մինչև անվերջություն մենք սպասարկում ենք ամբողջ ազգաբնակչությանը, երեխաները եւ իրականացում է եւ կանխարգելիչ եւ բուժական միջոցառումներ։ Իհարկե պոլիկլինիկ ծառայությունը ավելի շատ հիմնված պետք է լինի կանխարգելիչ բժշկության վրա, որպիսի եւ կանխարգելի, որպիսի եւ սրացումներ չլինեն եւ հիվանդացությունը ավելի քիչ լինի, հիմնականում պետք է իրականացնենք սկրինինգներ այդ հիվանդությունները վաղ հայտնաբերման փուլում լինեն, վաղ հայտնաբերենք, որպեսզի հետագայում նրանց հետ աշխատելը ավելի հեշտ լինի եւ ինչու ոչ ստացիոնարները չծանրաբեռնվեն մանավանդ այս գրիպի սեզոնին շատ խիստ ծանրաբեռնվածություն կա ստացիոնարների եւ մանկահասակ երեխաների մանկական ավստրիականը եւ Գյումրի բժշկական կենտրոնը բավականին ծանրաբեռնված են աշխատում, դե մենք էլ պետք է աշխատենք, որ Այ վաղ կանխարգելման համար ձեր օգնությունը ինչու՞մն է կայանում։ Չափորոշիչներին համապատասխան իրականացնել ամենամյա սկրինինգները։ Դրանց մեջ մտնում է շաքարային դիաբետի հայտնաբերումը, զարկերակային ճնշման վաղ հայտնաբերումը, տեսողության սրության իջեցման հայտնաբերումները, այսինքն մենք ունենք սկրինինգային ծրագրեր, որոնք ամբողջ ազգաբնակչությանը պետք է իրականացվի գոնե տարին մեկ անգամ, շաքարային դիաբետի հայտնաբերման համար գոնե 3 տարին մեկ անգամ, նաև կանանց շրջանում պետք է իրականացվի արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերումը, դա էլ պապ թեստի միջոցով շատ հեշտ եւ շատ արագ անվճար պոլիկլինիկան իրականացնում է, որից շատ հաճախ խուսափում են մեր կանայք ու ես չեմ հասկանում թե ինչի։ Երևի էլի այդ մշակույթը գինեկոլոգի մոտ գնալու մի քիչ դժվարանում են, բայց դա շատ կարևոր, դա քաղցկեղ է փաստորեն, որը կանխարգելելի է եւ 3 տարին մեկ ընդամենը պապ թեստի հանձնումով հնարավոր է դա կանխարգելել։ Եթե կարող ենք խուսափել, եթե կարող ենք, այո, որովհետեւ դա երևի հազվադեպ
քաղցկեղներից է, որը 5 տարի է պահանջվում, որպեսզի ինքը գլուխ բարձրացնի եւ արդեն կինը գանգատ ունենա։ Իսկ այդ դեպքում, երբ որ արդեն գանգատ ունի կինը, դա համարվում է բացիթող վիճակ, որ արդեն որևէ բան անել հնարավոր չէ։ Իսկ ընդամենը առանց գանգատի կնոջը, եթե կատարենք 3 տարին մեկ պապ թեստի հետազոտություն, դա բավականին շուտ վաղ կանխարգելելի հիվանդություն է։ Պոլիկլինիկաների կողմից իրազեկման աշխատանքներ տարվում են։ Պոլիկլինիկաների կողմից տեղամասային բուժքրոջ միջոցով, այո, մենք մշտապես աշխատում ենք մեր ազգաբնակչության հետ, իրազեկում ենք, հորդորում ենք, բայց միայն պոլիկլինիկայի աշխատանքով չէ, նաև պետք է երևի լրատվությունը միանա այս գործին։ Մեր հաղորդումն էլ հենց դրան է միտված, որպեսզի ձեր խոսքը, այո, հասցնենք մեր Ես էլ օգտվում եմ առիթից եւ ուզում եմ, որ մեր ազգաբնակչությունը անպայման դիմի պոլիկլինիկա, թեկուզ գանգատ չունենալու դեպքում տարին մեկ անգամ կանխարգելիչ ստուգումներ անցնի եւ իր տարիքային խմբին համապատասխան բժիշկը կորոշի հասանելիք ծավալը, որպեսզի իրականացվի այդ ամբողջ կանխարգելիչ միջոցառումները եւ հիվանդությունների վաղ հայտնաբերումը։ Եվ քանի որ մեր հաղորդումը արդեն մոտեցել է իր ավարտին, ես ուզում եմ, որպեսզի դուք ձեր առանձնահատուկ կոչը եւ հորդորը ուղղեք նաեւ մեր զորակոչային տարիքի տղաներին, հա, որպեսզի չխուսափեն գալ պոլիկլինիկա, ժամանակին դիմել բժշկի, հայտնաբերել եղած հիվանդությունները, եթե այդպիսիք կան։ Այո, տղաներ ջան, ձեզ հորդորում եմ, որ դուք անպայման գաք պոլիկլինիկա, չխուսափեք կանխարգելիչ պատվաստումներից, այսպես թե այնպես տղաները գանգատներով գալիս են, եթե ունենում են որևէ խնդիր, որևէ ինչ-որ անհանգստացնող իրենց համար խնդիր, անպայման դիմում են, նրանք դիմում են, բայց նաև չխուսափեն կանխարգելիչ պատվաստումներից, որովհետև դա շատ կարևոր է, մանավանդ եթե զորակոչվում են բանակ, այնտեղ տարբեր ինֆեկցիաների հետ են շփվում եւ սա հենց այնպես չի կառավարությունը որոշել, որ պատվաստումները նշանակել է այս 16-ից 18 տարեկանում, նախկինում շատ վաղուց իհարկե կատարվում էր անմիջապես այդ հավաքակայանում, հա, եւ տղաները գնում էին անմիջապես ծառայության, շատ բարդություններ էր առաջանում, միանգամից այդ բոլոր թվարկածս 4-5 պատվաստումը միանգամից անում էին տղաները, տնից տեղից կտրված, արդեն իրանց զորամասում ծանր էին տանում ջերմության բարձրացումով, բարդություններով։ Դրա համար կառավարության որոշմամբ տեղափոխվեցին պատվաստումները 15-ից 18 տարեկան, որպեսզի տնային պայմաններում ոչ բոլորը միասին, ավելի հանգիստ միջավայրում իրանք ստանան իրանց պատվաստումները մամայի խնամքի տակ, կազդուրվեն եւ հետո նոր զորակոչվեն բանակ։ Բոլորին առողջություն եմ մաղթում եւ հաջողություն։ Մեզ առողջ զինվորներ են պետք։ Այո, եւ առողջ ազգաբնակչություն ընդհանրապես։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Զարա Գևորգյանին։ Դե ինչ, եղեք առողջ, Մեդինֆոն էր եթերում։